Ես ընկերներում եմ Think Engineering-ից ու այսօր միասին ստեղծել ենք Piano Tiles խաղը։ Նա կունենա հետևյալ տեսքը։ Երբ որ սեղմենք դրոշակին, մենք կունենանք մի քանի երգի առաջարկ։ Ընտրում ենք, որը մեզ դուր է գալիս, next song-ին սեղմելով, այնուհետև սեղմում ենք start։ Հենց որ սեղմենք start, խաղը կսկսվի եւ պետք է սեղմենք համապատասխան ստեղներին, որպեսզի ոչնչացնենք սև հատվածները։ Աչից վերևում կտեսնեք թագերը։ Պետք է նենց անենք, որ խաղի ավարտին գոնե մեկ թագ ունենանք։ Եվ եթե մենք կորցնենք բոլոր թագերը, մեր խաղը կավարտվի եւ կունենանք հետեւյալ ետնապատկերը։ Կարող ենք սեղմել restart եւ վերսկսել մեր խաղը նույն երգով։ Եթե ուզում ենք երգը փոփոխենք, ապա նորից կսեղմենք դրոշակին եւ նորից կընտրենք, որ երգն ենք ուզում։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես նոր խաղերը, իսկ ներքևում հիմա կգտնես հղումը պատրաստի կերպարներով, սեղմում ես այդ հղման վրա, վերևում կտեսնես կանաչ կոճակ remix անունով, սեղմում ես remix կոճակի վրա եւ սկսում ենք արդեն գրել հրամանները։ Սկսում ենք start կերպարից։ Start կերպարը կլինի խաղի սկզբում, երբ որ մենք մկնիկի ցուցիչը մոտեցնենք նրան, նա կունենա թեթև անիմացիա։ Այսինքն, երբ որ դրոշակը սեղմենք, նրան նախ եւ առաջ ցույց կտանք, որպեսզի նա երևա, տեսք բաժնից վերցնենք ցույց տալ հրամանը, դրեցինք դրոշակի մոտ, եւ մեր start կոճակը ունի երկու զգեստ։ Start-ն ու restart-ը, մեզ դեռ հարկավոր է միայն start-ը։ Այսինքն, վերցրեցինք առաջի զգեստը, նայեցինք նրա անունը, զգեստ 1, սցենարների մեջ ընտրում ենք տեսք բաժնից զգեստը, զգեստ 1։ Այսինքն խաղը հենց որ սկսեց, նա լինի իր առաջին զգեստով, start-ի զգեստով։ Այնուհետև նրան հստակ չափս կտանք, որ նա լինի 100 չափսի։ Տեսք բաժնից էլի կվերցնենք չափսը 100։ Երբ որ մկնիկի ցուցիչը պահենք նրա վրա, նա մի փոքր գույնը կփոխի, այնուհետև ետ կվերադառնա հին գույնի, երբ որ մկնիկի ցուցիչը հեռացնենք նրանից։ Այսինքն կառավարում բաժնից վերցրեցինք անվերջ, որ անընդհատ ստուգի, այնուհետև եթե ապա այլապես է, եւ ընկալում բաժնից վերցնում ենք հպվում է մկնիկի ցուցիչ։ Երբ որ հպվում է մկնիկի ցուցիչ, նրա պայծառությունը կավելացնենք, այսինքն տեսք բաժնից գտնում ենք կիրառել գույն էֆեկտը, կիրառելը դարձնում ենք գույն էֆեկտ դարձնում ենք պայծառություն եւ դնում ենք 3, փոքր արժեք ենք դնում։ Այնուհետև կիրառելը էլի վերցրեցինք, սարքեցինք պայծառություն եւ հիմա արդեն դնում ենք 0։ Դրոշակին սեղմենք, այսպիսի մի փոքր լուսավորվածություն ենք հաղորդում մեր start կոճակին։ Այնուհետև, երբ որ մենք սեղմենք start-ին, նա պետք է էֆեկտով սեղմվի եւ արդեն անցնենք խաղին։ Այսինքն, գնացինք իրադարձություններ բաժին, երբ այս կերպարը սեղմված է, եւ նրան գեղեցիկ էֆեկտ կտանք։ Սկզբից կդնենք չափսը 80, որպեսզի նա փոքրանա, տեսք բաժնից չափսը 80, 100-ը փոխարինեցինք 80-ով, այնուհետև կառավարում բաժնից վերցնում ենք կրկնել մինչև եւ գրում ենք հետեւյալ արտահայտությունը։ Հաշվարկ բաժնից վերցնում ենք հավասար է, այնուհետև վերցնում ենք տեսք բաժնից չափսը, փոփոխականը ներքևում է։ Գրում ենք չափսը հավասար է 100-ի, իսկ որ փոքրից մեծանա։ Այնուհետև տեսք բաժնից վերցնում ենք փոխել չափսը եւ փոխել չափսը 10-ովի փոխարեն, 10-ի փոխարեն հաշվարկ բաժնից վերցնում ենք հանած նշանը, այնուհետև բաժանածը, մեր նախորդ խաղերում ենք այսպիսի էֆեկտով հրամաններ գրել։ Եվ տեղադրում ենք տեսք բաժնից չափսը մեջ տեղում։ Այսինքն մեր մոտ ստացվում է առաջինը 25-ից հանած չափսը բաժանած 4-ի։ Փորձարկենք, սեղմենք, այսպիսի էֆեկտ պետք է ստանանք, այսինքն նա փոքրանում է եւ միանգամից մեծանում։ Երբ որ սեղմեցինք start, մենք
Խաղը պետք է սկսվի։ Հետևաբար մեր start կոճակը հարկավոր չէ, այսինքն դնում ենք տեսք բաժնից թաքցնել։ Եվ բոլորին հաղորդագրություն ենք ուղարկում, իրադարձություններ բաժնից հաղորդել հաղորդագրություն, նոր հաղորդագրություն start։ Նաև նկատենք, որ երբ որ խաղը սկսվում է, մեզ այս հետևի ետնապատկերը հարկավոր չէ, հետևաբար մտնում ենք բեմի մոտ, ետնապատկերում տեսնենք, որ երկու ետնապատկեր ունենք, մեզ պետք է start ետնապատկերը լինի խաղի սկզբում, գնացինք սցենարներ, գրում ենք երբ դրոշակը սեղմված է, տեսք բաժնից ետնապատկերը դարձնում ենք առաջի ետնապատկերը, start անունով ետնապատկեր, այստեղ որովհետև start է, letters-ը կդառնա արդեն այն ժամանակ, երբ որ խաղը սկսվի, այսինքն, երբ որ ստանա start մեր ետնապատկերը, նա պետք է փոփոխվի և դառնա մեր երկրորդ ետնապատկերը, իրադարձություններ բաժնից երբ ստանում եմ start, տեսք բաժնից վերցնում ենք ետնապատկերը, letters, այսպիսի արդյունք ունենանք, սեղմեցինք start և ահա, ետնապատկերը եկավ։ Նաև նկատենք, որ մեզ հարկավոր չի ներքևի այս գիծը, line-ը և վերևի թագերը։ Նրանց դեռ կարող ենք թաքցնել, երբ դրոշակը սեղմված է, թաքցնել տեսք բաժնից և բոլոր կերպարների մոտ կարող ենք այս հրամանները ավելացնել։ Գնացինք Chrome-ի մեջ և դրոշակը սեղմված է, թաքցնել։ Նաև ավելացնենք մնացածների մոտ, իրադարձություններ բաժնից դրոշակը թաքցնել, մնացածները արդեն հարկավոր չէ։ Անցանք հաջորդ հրամանի։ Երբ որ դրոշակը սեղմենք start, երբ որ խաղը սկսվի, մենք կունենանք save tile-եր, այսինքն save հատվածներ, այստեղ կտեսնենք tile z-ը գրած։ Զգեստների բաժնում նրանք կունենան երկու զգեստ։ Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ մեր այս save զգեստի վերևի հատվածը մի փոքր գույնով տարբերվում է ներքևի հատվածից։ Սա ընթացքում վերևից ներքև իջնելուց, որպեսզի մենք հասկանանք սահուն անցավ և մենք սեղմած էինք այդ պահին մեր կոճակը, թե ոչ։ Գրենք ընկնելու հատվածը, հետո կավելացնենք արդեն ձայները։ Երբ որ դրոշակը սեղմում ենք, մեր tile z-ը դեռ չկա։ Այսինքն, երբ որ դրոշակը սեղմեցինք, տեսք բաժնից դրեցինք թաքցնել։ Այնուհետև, հենց որ խաղը սկսվում է, նա պետք է ստեղծի իր կրկնօրինակները, մեր tile-երը, ու ստեղծելու է տարբեր ժամանակահատվածներում։ Ինչի համար է դա արվում, որպեսզի տարբեր երկարությունների tile-եր ունենանք, կամ որ կարճ են, կամ որ երկար են։ Այսինքն, ստեղծենք նրա կրկնօրինակները։ Իրադարձություններ բաժնից, երբ ստանում եմ հաղորդագրություն start, նա պետք է սկսի կրկնօրինակ ստեղծել։ Կառավարումից վերցնում ենք անվերջ, այնուհետև վերցնում ենք սպասելու հրամանը և դնում ենք պատահական թիվ հաշվարկ բաժնից, պատահական թիվ, օրինակ 0.1-ից մինչև 2 թող լինի դեռ։ Երբ որ նա սպասեց պատահական ինչ-որ քանակի ժամանակ, մեզ պետք է, որ նաև ինչ-որ քանակի կրկնօրինակներ ստեղծվեն, այսինքն կառավարում բաժնից վերցնում ենք կրկնել, եկեք հիմա հստակ գրենք, ասենք թե 10 հատ կրկնօրինակ ստեղծվի, և կառավարում բաժնից վերցնում ենք ստեղծել իմ կրկնօրինակը։ Այսինքն, մեր մոտ կստացվի ինքը սպասեց 0.1-ից 2 վայրկյան և 10 հատ կրկնօրինակ ստեղծեց։ Երբ որ կրկնօրինակները ստեղծվում են, նրանք վերևից պետք է իջնեն ներքև ու նկատենք, որ մենք հենց z-ի սյունակի համար ենք գրում այս հրամանները, հետո կկրկնօրինակենք և արդեն մնացած 4 սյունյակների համար կավելացնենք համապատասխան հրամանները։ Եթե դուք ուզում եք, կարող եք ավելացնել սյունյակները կամ պակասեցնել, կարևորը ուշադիր լինեք, որ մեր tile-ի երկարությունը, այս ուղղանկյան երկարությունը համապատասխանի ձեր այս հատվածի հետ, որպեսզի ամեն ինչ գեղեցիկ լինի։ Այնուհետև, երբ որ կրկնօրինակը ստեղծվում է, տանք նրան հրամաններ կառավարումից, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, նա նախ պետք է ունենա կոստյում 2 զգեստը, այսինքն տեսք բաժնից վերցրեցինք զգեստը
դարձրեցինք costume 2, անունն է այդպես։ Այստեղ նկատենք costume 2 զգեստը։ Այնուհետև նրան պետք է ցույց տանք, որովհետև խաղի սկզբում նրան թաքցրել էինք։ Ցույց տալ եւ նրան պետք է դնենք վերևում։ Եկեք այստեղ նայենք ինչ, ահա, ամենավերևում ենք դնում, այնպես որ մեր այս սյունյակից դուրս չգա։ Ինչքան դնենք վերև, այդքան լավ։ Կարող ենք կլորացնել y-ը դնել 180։ Այսինքն շարժ բաժնից վերցնում ենք գնալ դեպի xy-ը եւ գրենք -180, գեղեցիկ թիվ գրենք եւ 180 y-ը։ Կրկնօրինակը երբ որ ստեղծվում է, այստեղ է ստեղծվում։ Ահա։ Այնուհետև երբ որ ստեղծվեց, նա պետք է ընկնի ներքև եւ ընկնելու ժամանակ, երբ որ նա ներքևի եզրին կպած է, պետք է ստուգենք արդյոք Z կոճակը սեղմված է։ Եթե սեղմված է, ամեն ինչ կարգին է, եթե ոչ, ապա լավ չի։ Գնացինք ներքև ընկնելու համար, կառավարումից վերցնում ենք կրկնել մինչև հրամանը։ Այնուհետև ստուգելու ենք նրա y-ը։ Հաշվարկ բաժնից վերցնում ենք փոքր նշանը եւ նրան իջեցնում ենք ներքև, որպեսզի հասկանանք նրա y-ի հարցը ոնց է կազմակերպվում։ Իջեցրեցինք, նկատենք, որ մինչև 183 իջնում է։ Հետևաբար կարող ենք ավելի շատ իջեցնել, ինչքան կարող ենք իջեցնենք։ Հետևաբար գրում ենք շարժ բաժնից y-ը, քանի դեռ փոքր է, մինչև 182-ը, քանի դեռ չի լրացել, նա պետք է ընկնի ներքև, այսինքն փոխել y-ը ներքևի համար մինուսով թիվ ենք դնում, օրինակ -10։ Այնուհետև հենց որ ներքևի եզր հասնի, նա պետք է ջնջվի, որովհետև նա մեզ այլևս հարկավոր չէ։ Հետևաբար կառավարում բաժնից ջնջել այս կրկնօրինակը։ Փորձենք, դրոշակը սեղմեցինք, start-ը սեղմեցինք, նայենք, որ 10 չափի կրկնօրինակներ են գալիս, բայց մեզ պետք է որ տարբեր բարձրությունների գան, այսինքն տարբեր երկարությունների գան, հետևաբար այստեղ 10-ը կարող ենք փոխարինել պատահական թվով, որը կլինի օրինակ ամենակիչը 3, ամենաշատը 30։ Այսպիսի տեսք կլինի, մեր մոտ կստացվի։ Անենք հպվելու պահը։ Երբ որ մենք սեղմենք Z կոճակը, մենք պետք է ստուգենք, արդյոք մեր կերպարը հպվել է մեր գծին, թե ոչ։ Եթե այդ պահին հպված է, այսինքն մենք ոչ մի կտոր բաց չենք թողել։ Հետևաբար, նաև մեզ պետք է, որ մենք գիծը ունենանք։ Իրադարձություններ բաժնից, երբ ստանում եմ հաղորդագրություն start, նա պետք է երևա տեսք բաժնից նրան ցույց տանք։ Այսպիսի իրադրությունը։ Այնուհետև, երբ որ սեղմում ենք Z-ին, մենք ստուգում ենք, արդյոք նա հպվել է այս ինչ գույնին, թե ոչ։ Գնացինք առաջ, երբ որ սեղմեցինք start, գիծը երևաց, սևերը երևացին եւ պետք է այնպես անենք, որ մեր այս tile-ի վերևի գույնը չկպնի մեր line-ին, որովհետեւ եթե կպավ, դա նշանակում է, որ մինչեւ այդ տողը նա չի վերացել, չի ջնջվել դեռ։ Եկեք շարունակենք tile-ի մոտ գրենք հրամանները։ Tile-ի մոտ գրում ենք, եթե Z կոճակը սեղմված է, այսինքն կառավարումից վերցրեցինք, եթե ապան ընկալումից վերցրեցինք բացած ստեղնը սեղմված է, բացատը սարքում ենք Z, այնուհետև նա պետք է ջնջվի հենց այն ժամանակ, երբ որ կպնում է line-ին, այսինքն ամենաներքևի հատվածում պետք է լինի, որ կարողանա ջնջվել, այսինքն եւ Z-ը պետք է սեղմված լինի, եւ մենք պետք է կպնենք line-ին, որպեսզի սև հատվածով կպած լինենք։ Գնացինք սցենարներ, հաշվարկ բաժնից եւ-ն ենք վերցնում եւ այսպես տեղադրում ենք եւ Z ստեղնը սեղմված է եւ ընկալում բաժնից հպվում է line-ին։ Այսինքն, երբ որ մեր tile-ը ներքևի հատվածում է, սեղմում ենք Z, նա պետք է ջնջվի ու պետք է էֆեկտով ջնջվի։ Այստեղ մենք ունենք costume 3 անունով զգեստը, որը պետք է նա հագնի։ Հետևաբար,
դնում ենք տեսք բաժնից գնալ դեպի դիմաց շերտ, որպեսզի մեր ամբողջ էֆեկտը երևա, այնուհետև նրա զգեստը փոխարինում ենք երկրորդ զգեստով, այսինքն costume 3 զգեստով, եւ սպասում ենք 0.1 վայրկյան, որպեսզի այս գործընթացը երևա, 0.01 վայրկյան ու ջնջում ենք կրկնօրինակը, որպեսզի էլ չիջնի ներքև։ Փորձարկենք, սեղմեցինք start։ Այսպիսի էֆեկտ պետք է ստանանք մենք։ Բայց եթե նկատենք, որ մեր save tile-ը իջնում է ներքև եւ մենք նրան չենք ջնջել, մեր line-ը պետք է ստուգի, արդյոք նա կպել է մեր tile-ի վերևի հատվածին եւ եթե կպել է, մեզնից կյանք տանի կամ tag տանի ապագայում կամ խաղը ավարտվի ուղղակի այդ գծի վրա։ Այսինքն, երբ որ ստանում եմ start line-ի մոտ, գրում ենք անվերջ կառավարում բաժնից, եթե ապա կառավարումից էլի, ընկալումից հպվում է գույնին, անջատենք, գալիս ենք tile-ը ցույց ենք տալիս, սա կարևոր հատված է, այս է մեր tile-ը, և այստեղ պետք է ընտրենք, այստեղից ներքևում նշան կա, պետք է ընտրենք վերևի գույնը, ուշադրենք լինում, որ save-ը չընտրենք, վերևի գույնը պետք է ընտրենք, այսպիսի գույն է ստացվում, այնուհետև եթե կպավ այս գույնը մեր գծին, դա նշանակում է, որ մինչև գիծը չի ջնջվել, հետևաբար պետք է մենք կյանքը պակասացնենք կամ խաղը ավարտենք, կարող ենք սկզբից դնել, դադարեցնել ամբողջը, որպեսզի տեսնենք, որ մեր խաղը աշխատում է, այսինքն ոչ մի հատ չպետք է բաց թողենք։ Սեղմեցինք start, բաց եմ թողնում, նկատենք, որ դադարեց, էլ չի աշխատում մեր խաղը։ Մի հատ էլ փորձարկենք, սեղմում եմ Z-ին, նկատենք, որ ամեն ինչ լավ աշխատում է, բայց հենց որ բաց թողնեմ, բաց եմ թողել, նկատենք, որ խաղը կանգնեց։ Նաև նույն ձևով կարող ենք գրել մնացած հրամանները X-ի, N-ի և M-ի համար։ Դրա համար ուղղակի կարող ենք կրկնօրինակել մեր tile Z-ը և ուղղակի կոորդինատները ուղղել։ Կրկնօրինակենք, աջ քլիկ կրկնօրինակել, եկեք դրան տեղադրեմ այստեղ և անունը փոխում ենք tile X, այստեղ ցույց ենք տալիս նրան, բերում ենք մոտավորապես այստեղ, նայում ենք X-ի արժեքը -59 և այստեղ գնալ դեպի X-ը, փոխում ենք արդեն մեր արժեքով -59, բարձրությունը մնացած ամեն ինչը մնում է նույն ձևի, միակ բանն էլ, որ փոխում ենք այստեղ Z-ը փոխարինում ենք արդեն X-ով, որովհետև մեր X-երի սյունյակն է։ Նույն բանը կատարում ենք նաև N-ի և M-ի համար, կրկնօրինակեցինք, անունը փոխեցինք N, այստեղ մեր N-ին բերում ենք մոտավորապես այստեղ 62 և այստեղ գրում ենք 62, մինուսներին ուշադրենք լինում, եթե մինուս կա, անպայման գրում ենք։ Նաև այստեղ X-ը փոխարինեցինք N-ով, և նորից կրկնօրինակենք վերջինը, X-ը փոխարինենք համապատասխան X-ով, 182, և N-ը փոխարինում ենք M-ով արդեն։ Դուք կարող եք ձեր ցանկությամբ տառերը փոփոխել։ Փորձարկենք, նկատենք, որ եկան, ահա, մեկնումեկը, որ բաց եք թողնում, արդեն սկսում են խաղը կանգնում է, ավարտվում է։ Անդիր։ Նաև եկեք ավելացնենք game over։ Երբ որ մեր line-ը դադարեցնում է ամբողջը, եկեք ուղղակի game over ուղարկենք։ Line-ի մեջ դադարեցնել ամբողջը հանենք և գրենք իրադարձություններ բաժին, հաղորդել հաղորդագրություն և սպասել։ Ու դնում ենք նոր հաղորդագրություն game over։ Գնացին game over կերպարի մոտ։ Երբ դրոշակը սեղմվածը դե նա իհարկե չի երևում, տեսք բաժնից նրան թաքցնենք։ Երբ ստանում եմ game over, իրադարձություններ բաժնից, նրան ցույց ենք տալիս, բերում ենք դիմացի շերտ, որպեսզի բոլորին փակի,
Եվ կառավարում բաժնից դադարեցնում ենք բոլոր հրամանները։ Փորձարկենք start, թողում եմ, որպեսզի խաղը ավարտվի եւ խաղը ավարտվեց։ Ու նաեւ, երբ որ խաղը ավարտվում է, մենք ցույց ենք տալիս մեր start կոճակը, բայց արդեն ոչ թե ցույց ենք տալիս իր start զգեստով, այլ ցույց ենք տալիս իր երկրորդ restart-ի զգեստով։ Հետևաբար գնացինք սցենարներ եւ գրում ենք, երբ ստանում եմ իրադարձություններ բաժնից, երբ ստանում եմ game over, նա էլի պետք է գա դիմացի շերտ, տեսք բաժնից գնա դեպի դիմաց շերտ։ Այնուհետև նա պետք է ունենա իր երկրորդ զգեստը, այսինքն restart-ի զգեստը, դնում ենք զգեստը զգեստ 2 եւ փորձարկում ենք։ Այստեղ մի հատ խնդիր կա։ Քանի որ մենք համ game over-ին, համ start-ին տվել ենք գնալ դիմացի շերտ, նրանք երկուսով կգան ու մեկու մեջ են երևալու։ Դրա համար game over-ին, երբ որ տանում ենք դիմացի շերտ, նրա մոտ մի հատիկ էլ հրաման ենք ավելացնում, որ ամենադիմացից մի շերտ հետ գնա, որպեսզի ամենադիմացում հայտնվի արդեն մեր start-ը։ Այսինքն այստեղ գրում ենք գնալ դիմաց շերտից հետո հետ մեկ շերտ, նորից փորձարկենք start, սկսվեց խաղը, ավարտվեց ու չենք մոռանում ցույց տալը, դնենք start-ի մեջ, ցույց տալ, որպեսզի ամեն ինչ լավ աշխատի։ Փորձարկեցինք, խաղը սկսեցինք, եկան, ավարտվեց, restart-ը կա, հենց որ սեղմենք, մեր game over-ը էլի պետք է անհետանա, որովհետև start-ի կոճակն ենք սեղմել, այսինքն game over-ի մեջ ավելացնում ենք, երբ ստանում եմ start, նրան թաքցնում ենք, տեսք բաժնից թաքցնել, նորից ենք փորձարկում, սեղմեցինք start, խաղը սկսվեց, ավարտվեց եւ restart-ին նորից սեղմենք, խաղը նորից 0-ից կսկսվի։ Այսպիսի արդյունք ունեցանք, երբ որ սեղմում ենք դրոշակին, start կոճակի մոտ ունենանք անիմացիա, երբ որ սեղմում ենք start-ին, նա անիմացիայով կսկսի խաղը եւ մենք պետք է անցնենք։ Երբ որ մենք ինչ որ մի save հատված չենք հավաքում, ապա մեր խաղը ավարտվում է եւ մենք ունենում ենք game over կերպարը։ Երբ որ սեղմում ենք restart-ին, մեր խաղը վերսկսվում է եւ մենք պետք է արագ սկսենք խաղալ։ Չմոռանաս պահպանել խաղը, դու բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես հաջորդ մասը։ Հաջորդ անգամ կավելացնենք էֆեկտներ եւ կավելացնենք ձայնը։